Մոսկվայում հարձակվել են «Մայակ» և «Էխո Մոսկվի» ռադիոկայանների հայազգի լրագրող Սերգեյ Ասլանյանի վրա։ Հենց լրագրողի տան շքամուտքում հանցագործը նախ ծանր գործիքով հարվածել է Ասլանյանի գլխին, հետո դանակի 20 հարված հասցրել։ Ասլանյանը ստացել է ուղեղի ցնցում, տեղափոխվել հիվանդանոց։ Մյուս մանրամասները Մկրտիչ Սոմունջյանի տեսանյութում։ Մոսկվայում հայ լրագրողի վրա հարձակվել են մոլեռանդ մուսուլմանները։ Հիվանդանոց տեղափոխված Սերգեյ Ասլանյանը վիրահատությունից հետո լրագրողներին պատմել է, որ անհայտ անձը հարձակումից առաջ բացականչել է. «Դու Ալլահին չես սիրում, դու Ալլահի թշնամին ես»։ Հայտնի լրագրողը վստահ է, հարձակման պատճառը օրեր առաջ ռադիոեթերում Մուհամմեդ Մարգարեի հասցեին իր խոսքերն են։ Ասլանյանը պատմել է, որ երեկ գիշեր մի անծանոթ զանգել է իրեն եւ խնդրել դուրս գալ տնից։ Ինքը դուրս է եկել եւ աստիճանների վրա տեսել մի տղամարդու, որը թաթարի էր նման։ Մոլեռանդ մուսուլմանը դանակը ձեռքին «Ալլահ, Ալլահ» բացականչություններով հարձակվել է հայազգի լրագրողի վրա։ Սերգեյը փորձել է դիմադրություն ցույց տալ անծանոթին, սակայն նա դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել լրագրողի մարմնին, ծանր առարկայով հարվածել նրա գլխին ու դիմել փախուստի։ Առնաշաղախ Ասլանյանը մեծ դժվարությամբ կարողացել է վերադառնալ բնակարան եւ շտապօգնություն կանչել։ Լրագրողին վերքերով եւ ուղեղի ցնցումով տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները վստահեցնում են, Ասլանյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Հանցագործությունից անմիջապես հետո սկսեց շրջանառվել այն վարկածը, թե 46-ամյա լրագրողի վրա հարձակումն իրականացվել է Մուհամմեդ Մարգարեի վերաբերյալ Ասլանյանի արտահայտության համար։ Մայիսի 14-ին ուղիղ եթերում Սերգեյ Ասլանյանն ասել էր. «Մուհամմեդը շուկայի մանր առևտրական էր, որը արտագրել է Աստվածաշունչը ինչպես կարող էր»։ Այդ խոսքերից հետո Ռուսաստանի մուսուլմանները արշավ էին սկսել Ասլանյանի դեմ։ Նրանք նույնիսկ դիմել էին գլխավոր դատախազություն։ Մուսուլմանները հայտարարել էին, որ Ասլանյանի խոսքերը վիրավորում են իրենց կրոնական զգացմունքները եւ հակասում են Ռուսաստանի օրենքներին, քանի որ նման հայտարարությունները հրահրում են ազգամիջյան ատելություն։ Ասլանյանը մտավախություն ունի, որ մուսուլմանները շարունակելու են իրեն հետապնդել այնքան ժամանակ, քանի դեռ ինքը ողջ է։ Լրագրողը վախենում է իր ընտանիքի անդամների կյանքի համար։ Մոլեռանդ մուսուլմանների թիրախում կարող են նաև նրանք հայտնվել։